Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացում ինչ այժմ։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե փակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում այս բան ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես չէի գնահատի։ Ես գործընթացը փակուղային չէի գնահատի, որովհետև փակուղային գնահատականի համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ քննարկվում Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում եւս նույն դիրքով չի հանդես գալիս, այսինքն թուրքական կողմը Զանգեզուրի միջանցքի հետ պատկերացրած ադրբեջանական կողմը պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում չի աջակցում Ադրբեջանին եւ ինքը այդ օրակարգը չի սպասարկում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շարժումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Իսկ ինչ բարձրացություն ունենք, որ ժամանակ այստեղ հարցը փակվում է իրենց կողմից, եւ հետո ժամանակ իրենք հենց անգամ բացում են։ Օրինակ, որ պետք չէ ճանապարհը մենք Իրանից ճանապարհ կստանանք, կամուրջ են կառուցում, հետո նորից խոսվեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ունենք բացատրություն։ Ենթադրաբար կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր հարևանների համար։ Իրեն չեն պատասխանել Հայաստանի առաջարկներին, գրավոր առաջարկներին, որ ուղարկվել էր ապաշտապատման հարցով։ Այս մասին երբ լինի նորություն, վստահաբար հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Ադրբեջանական այս պահին ինչ ուղղում են։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կշարունակվեն այդ բանակցությունները։ Այսինքն այս պահին չկա քննարկում Բաքվի հետ համաձայնությունից հետո այս պահին գործընթաց չկա։ Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք, որ կլինի հանդիպում այդպես։ Այդ մասով ինչ քննարկում։ Հայկական կողմը դրական է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացման։ Պատասխանեցի ձեր հարցին։ Հավելել առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումների տեսքով, հայտարարությունների տեսքով, բանակցային գործընթացում իրենք բերում են այդ հարցերը որպես օրակարգային։ Հարցին բազմիցս պատասխանել։ Իսկ երեք հայտարարության մեջ իրենք շարունակում են ակալիի երեք հայտարարությունը այս բանակցությունների զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է Պակոստանյան։ Սրան Հայաստանի արտգործնախարարությունը Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։ Պարոն Կոստանյանը 3 մայիսի նախարարական հայտարարել էր, որ Փաշինյանը ասել է, որ հայեցակցությունը չի եղել եւ շրջանում մեկնաբանությունների եւ արձագանքը այս հայտարարությունների եւ մանօրինակ շեշտադրումներով մեկնաբանությունների։ Տեսեք, դժվար է մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելու համար այս կամ այն անձի մեդիագրագիտության վերաբերյալ պիտի գնահատական տամ, այնուամենայնիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կան բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ, եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունը նաեւ այդ մեկնաբանություններում այլ հատվածեր կար, կապված հայկական կողմի Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, այստեղ միգուցե տեղին կլինի հիշել հայտնի խոսքերը, որ տվեք ինձ հենմանկետ եւ ես շուր կտամ աշխարհը եւ կարծես մեր ռուսաստանցի գործընկերները հենմանկետ չգտնելով Ռուսաստանում այլ տեղեր են ման գալիս, բնականաբար Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների պարագայում հենման կետի տրամադրում մենք կարող ենք քննարկել, բայց այնուամենայնիվ ցանկալի չէ։ Պարոն Կոստանյան, իսկ Թուրքիայի նախագահը վարչապետն ասում էր, որ փոխադարձ հրավեր կլինի։ Հրավերը ընդունվել է Թուրքիայի նախագահը այցելի Հայաստան եւ
Երկրորդ հարցը, արդյոք այդ հանդիպմանը քննարկվել է, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորման անդրադարձ եղել է, արդյոք քննարկվել է նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության Ադրբեջանի նախապայմանն, ինչպիսին է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է հրավերին, ապա հրավերը եղել է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կիսամյակին Գարնանը, հավանաբար Երևանում, եւ որպես կանոն հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին եւ որպես կանոն բոլոր անդամ պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին։ Հրավերը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու շրջանակներում։ Ասեցի, որպես կանոն մասնակցում են բոլոր երկրների ղեկավարները։ Հարցը կկրկնեք։ Տեսեք, քանի որ դա ասացիք, անդրադարձ եղել է հայ-ադրբեջանական պրոցեսին, արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը Բաքվի նախապայման այս պրոցեսում անդրադարձ եղել է եւ Բաքուն ինչպես է վերաբերվում այդ նախապայմանին։ Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ողջ սպեկտրը, մտքեր են փոխանակվել, ավելի ճիշտ կլինի նշել, եւ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, որ մենք չենք տեսնում սահմանադրական խնդիր, այն պարագայում, եթե ստորագրումից հետո կառաջանա նման խնդիր եւ մեր սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագրի այս կամ այն դրույթը կճանաչի հակասահմանադրական, ապա Հայաստանը պատրաստ կլինի նախաձեռնել այդ հարցի շուրջ լայն հանրային քննարկում, ինչ իրենց հանրակրվեի։ Աջակցությունը կամ սրա վերաբերյալ Ռոմանի դիրքորոշումը համոզիչ եղել են վարչապետի պատասխանները։ Ճիշտ չի լինի, որպեսզի ես մեկնաբանեմ թուրքական կողմի համար համոզիչ եղել եմ, թե չէ։ Վարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր օրերս խոսել, նա մասնավորապես խնդիր էր տեսնում, ասում էր, եթե գնում է Եվրամիություն, ապա ինչպես է շարունակելու մնալի ատոմում եւ բացի այդ հապկի հետ կապված եւս որ երկար կարծես թե ակնարկելով որ երկար չի կարող այսպես մնալ, պետք է վերջում Հայաստանը որոշում կայացնի։ Հապկի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ երկար մենք էլ ոչ թե ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, պատասխանեմ ձեր հարց, որ այսպես երկար չի կարող մնալ, ի վերջո եթե հապկ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հանդես չկան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ, ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա մենք շարունակում ենք լինել Եվրասիական միության անդամ եւ շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն։ Մանրուք տեղեկություններ կային որ բանակցություններում նաև ռուսական ռազմավազային հեռացման հարցները Թուրքիան ներկայացրել եւ այդպիսի հարցեր կան քննարկվում են։ Արդյոք նման բանակցություններ կան կամ առանձնական կարող են լինել, որոնք առանձին պայմաններով Ռուսաստանի հետ կապված հարցեր չեն քննարկվում։ Կդժվարանամ այս պահին հարցին պատասխանել, խնդրում եմ գրավոր կերպով դիմեք, վստահաբար կպատասխանեմ։ Սահմանը, որ այդ սահմանից հետո դուք արդեն հստակ Հայաստանի իշխանությունը որոշում կկայացնի հապկից դուրս գալու հետ կապված, որովհետև մեկ տարուց ավել անընդհատ այս հայտարարությունները արվում են։ Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար։ Այս դեպքում մենք ավելի խոցելի չենք դառնա, եթե մենք փաստորեն դուրս ենք գալիս նաև հապկից եւ այս դեպքում Իսկ դուք կարծում եք մենք հապկ անդամ լինելով պակաս խոցելի ենք եղել։ Միկրոֆոնները թեք։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մի հարցը լայն ամենայնիվ դուք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձաք, բայց նախորդային ու իսլամական պետությունների համաժողովը շրջագիր ամենով հաստատություն ունեց եւ արտգործնախարարությունը անդրադարձել դրանց թափված, այնուամենայնիվ այդտեղ կային ձևակերպումներ շատ կոնկրետ արարության որպես
այսպես ասած արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասով կոնկրետ ձևակերպումներ են եւ հետաքրքիր է այս հաստատքի գոյությունը ինչքանով է խանգարում խաղաղության պայմանագրի գործընթացին, հարաբերություններին եւ ընդհանրապես ինչ ազդեցություն ունի։ Արտգործնախարարության հայտարարությունը կարծում եմ ծանոթ եք, ի հավելում են թույլ տվեք նշել, որ չեմ կարծում, որ մեր հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ, նաև որպես տեղեկատվություն նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, նրանցից մի մասը հավաստիացնում են, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումներ չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ Պարոն Կոստյան, եւս մեկ տեղեկություն կար մամուլում, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Վաշինգտոնում կողմի կամ արաբական ընկերություններում արդյոք նման պայմանավորվածություններ կամ խոսակցություններ առասարակական պայմանագրի կնքման հետ կապված։ Դա շատ հեռու հետագային հարցեր են։ Աշխարհում ենթադրում եմ կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքներ, այդ քաղաքներից յուրաքանչյուրում Հայաստանը պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը, մեզ համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը։ Բայց պարոն Կոստյան, բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի, բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի կնքումը, բոլոր երկրները դրական են համարում, բայց որևէ երկիր չկա, որ ազդեցություն ունենա եւ կարողանա նպաստել, որպեսզի կամ միջնորդներ։ Միգուցե փոխեք մարտավարությունը եւ հասկանալեք, որ երկկողմանի բանակցությունները այդքան էլ արդյունք չեն տալիս, միգուցե միջնորդների վերակատարումը նպաստել, որպեսզի իսկապես պայմանագիրը կնքվեր կամ որևէ դրական արդյունք ուներ հայ-ադրբեջանական։ Ձեր հարցը կարելի է մեկնաբանել որպես ռետորական հարց, որովհետև այս տարիների ընթացքում եղել են մի շարք միջնորդությունների փորձեր, դրանց արդյունավետությանը թույլ տվեք այս բանը չգնահատել, այնուամենայնիվ Հարավային Կովկասում կայունությամբ եւ խաղաղությամբ հետաքրքրված մեր բոլոր գործընկերների հետ մենք շարունակում ենք պահել կապը, իրենց տեղեկացնել ընթացիկ գործընթացների մասին, հույս ունենալով, որ իրենք դրականորեն կարող են ազդել գործընթացի վրա։ Ադրբեջանի վրա ազդելու որևէ Ես չեմ կարող մեկնաբանել այլ պետությունների հնարավորությունները եւ լծակները։ Հայ-ադրբեջանական գործընթացում Բաքուն դեռևս շարունակում է պնդել իր նախապայմանները եւ process-ը դեռ այդ կետում է։ Այս պահին նոր դիրքորոշումներ կողմեր չեն արտահայտել։ Իսկ դուք ակնկալիք ունեք, որ Թուրքիա այցից հետո հնարավոր է օրինակ կամ քննարկվել է, որ օրինակ Թուրքիան նպաստի, որ Ադրբեջանը փորձի դիրքորոշումը փոխել կամ ստանձնի այդ միջնորդությունը կամ նրա կառուցողական դաշտ բերելու դերակատարումը։ Ես կարծում եմ թուրքական կողմը առնվազն վերջին 1 տարվա ընթացքում հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին, այսինքն Հայաստանին եւ Ադրբեջանին, որ իրենք շահագրգռված են, որպեսզի երկու կողմերի միջև հարաբերություններ կարգավորվեն եւ համապատասխան փաստաթուղթը կնքվի։ Իսկ ակնկալում եք, որ ավելին անի Թուրքիան։ Պատասխանեցի ձեր հարցին բավարար կերպով։